Ստեփանակերտի հմայքը միայն իր օրեցօր գեղեցկացող տեսքի մեջ չէ, այլ այն ներքին բովանդակության, որ հարուստ է ոգեղենությամբ։ Ալեքսանդր Թամանյանի ուրվա գծած քաղաքը մեծանում ու զարգանում է ցանկալի մասշտաբներով ու տեմպերով։ 2007-ից Արցախի մայրաքաղաքն իր տարեդարձը նշանավորում է սեպտեմբեր ամսվա 4-րդ շաբաթ օրը։ Մինչդեռ 93-ամյա Ստեփանակերտը ձևավորվել է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին ավելի քան 2000-ամյակ առաջ, վարարակն հնագույն բնակավայրի տեղանքում։ Հին պատմությամբ նոր հայացքով Արցախի սիրն այսօր առավել քան արագ էր բաբախում։ Բազում հյուրեր էին ժամանել նրան շնորհավորելու։ Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նախ եւ առաջ։ Ստեփան Շահումյանի արձանին ծաղկեպսակի տեղադրությամբ են մեկնարկում քաղաքին նվիրված մնացած բոլոր մյուս միջոցառումները։ Տարոն Մարգարյանը, որ առանձնահատուկ վերաբերմունք ունի Ստեփանակերտի հանդեպ, հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաքին բնորոշ գծերն է թվարկում։ Ջերմությունը միշտ կա, գեղեցկությունը միշտ կա, ինձ թվում է դա պետք է պահպանել եւ զարգացնել։ Զարգացման տեսանելի բոլոր հեռանկարներն ունի Ստեփանակերտը։ Ջրամատակարարման ու լուսավորության խնդիրները լրիվությամբ լուծված են։ Ենթակառուցվածքները գրեթե նույնպես ընթացքի մեջ են ծայրամասային փողոցների բարեկարգման աշխատանքները։ Կենցաղայինից մինչև կրթամշակութային օբյեկտների շինարարություն նույնպես բան չի մնացել անելու։ Բայց այդքանով հանդերձ Ստեփանակերտի քաղաքապետը համարում է, որ դեռ անելիքներ շատ կան։ Կարևորը այն է, որ մենք Ստեփանակերտիներից շատ համառորեն լուծված այս աշխատանքին աշխատում ենք։ Երկար ճանապարհ ունենք անցնելու։ Օրվա կապակցությամբ տարաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, հիմնականները բնականաբար կենտրոնում, Վերածնդի հրապարակում։ Բազում դժվարություններ ու փորձություններ տեսած Ստեփանակերտի նոր սերնդի ստեղծագործական մտքի դերսևորումները մեկ ընդգծված ուղղվածություն ունեն՝ խաղաղության փառաբանում ու տարածում։ Ես ուզում եմ, որ մենք միշտ անկախ լինենք, եւ այս բարեմաղթակները նվիրում եմ քեզ, իմ Ստեփանակերտ։ Ես ցանկանում եմ, որ մենք ապրենք միշտ խաղաղ եւ ուզում եմ, որ Ստեփանակերտին ոչ մի թշնամի չսպառնա։ Ստեփանակերտն այն եզակի քաղաքներից է, որ մեկ անգամ այցելելով կապվում ես նրան ու փափագում նոր հանդիպումներ, խոստովանում են Արցախի մայրաքաղաքի հյուրերը։ Ստեփանակերտ այցելած յուրաքանչյուր ոք զարմանքով ու հիացմունքով է արձագանքում իրեն ժպտացող քաղաքի մաքրությանն ու հյուրասիրությանը։ Միասնության ու ոգեշնչման խորհրդանիշ Արցախի մայրաքաղաքի մասին թեմայով երեկոյան ցուցահանդես ու տոնական մեծ համերգ են կազմակերպվել, ընդունելով շնորհավորանքներ ու պայծառ ապագայի հանդեպ հավատի բարեմաղթանքներ։ Մերի Դավթյան, Մայր Մկրտչյան, Հովիկ Առաքելյան, Առաջին ալիք։